Այսօր ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում կարելի ասել տառապալի աշխատանք էր, որ չէր կարող գոյություն չունենալ բնօրինակում չկա նման բան։ Կանք հասնենք մեր ցանկալի արդյունքին, այդ մեր հզոր գենի կանչը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Մեր ազգի համար շատ կարևոր է, որպեսզի մենք ինքներս մեզ համար հասկանանք, թե ով ենք մենք, ինչպիսին է մեր ինքնությունը, ծանոթ լինենք մեր անցյալին, ծանոթանանք մեր ապագային, որը նաև կբերի այն տեսլականին, այն գաղափարախոսությանը, թե ինչ ապագա ենք տեսնում եւ ուր ենք մենք գնում։ Այ մեր ինքնությանը շատ մոտ լինելու համար, այդ ուսումնասիրությունների, այդ աշխատանքներին ծանոթանալու համար այսօր ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում հրավիրել եմ հայագետ, մշակութաբան, պարոն Արթուր Արմինին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս վերջերս իհարկե ձեր գրքերի հիման վրա նկարահանեցիք ձեր աշխատությունը, հա, գործը Մհերի դրան առեղծված, հա, վերնագրով, նու գործ ասեմ, թե բան ասեմ, որի մասին, հա, խնդրում եմ զրուցենք։ Շատ սիրով։ Մեծ սիրով։ Դա ինչից սկսեմ, դա մի տարվա կարելի ասել տառապալի աշխատանք էր, որովհետև ներողություն, այսինքն կային գիրք, գրքեր, որը դուք կամեցաք դա վերածել ֆիլմի։ Այո, դա հիմա դրա մասին։ Կար 2008 թվականի Մհերի դրան արձանագրության հետ կապված բացահայտումներ։ 2008 թվականին այդ աշխատության մեջ գիտական աշխատությունը բացահայտված էին զոհաբերվող կենդանների թվականակների մաթեմատիկական եւ երկրաչափական օրինաչափությունները, սակայն ամբողջական աստղագիտական մասը 2020 թվականի գրքի մեջ նորից դրան անդրադարձա ու ոնց որ բացվեց ճիշտ ասած 2008-ին այն միշկեսը չէի տեսել, այսպես կարելի ասել։ Եվ դրանից հետո 2023 թվականին էլ հին աստվածներ խորենացու հաղորդած դիցապատումների աստղագիտական հիմքերը գիրքը լույս տեսավ եւ ես պետք է ասեմ, որ Մհերի դրան այդ արձանագրությունը ինքը այնքան կարևոր ու առանցքային բան է, որ ինքը բանալի է։ Յուրաքանչյուր հայագիտական առ այսօր գոյություն ունեցող առեղծված, եթե Մհերի դրան այդ արձանագրությունը ամբողջապես դերելի կա բան մեջը, եթե դա ամբողջապես իր ֆունկցիոնալ, ուրեմն կառուցվածքային տրամաբանությունը, ինքնությունները, աստվածները, դրանք բոլորը կիրառում ես, խորենացու բոլոր մեզ խորենացու կողմից մեզ ավանդած բոլոր դիցապատումների աստվածների ինքնություններն ես ճանաչում։ Նույնիսկ ավելին ասեմ, հայոց այբուբենի գաղտնիքն է բացվում։ Դե մինչև հիմա ես ուզում եմ տեղ նշել մի շատ կարևոր բան, որ չասեն, ուրեմն մենք ունենք միջնադարյան 14 հեղինակներ, սկսած Կորյունից, Մաշտոցի աշակերտից, վերջացած խորենացի, մյուս եւ այլ բոլորը գրում են, որ Մաշտոցը դա վերականգնել է եւ լրացրել է։ Այսինքն կար միջև այդ։ Մի ուրիշ նկատառում էլ ասեմ, ակադեմիկոս Ջահուկյանն ասում է առաջի թարգմանական գիրքը Աստվածաշունչը հայերեն։ Իրենում ունի 69000 բառ եւ դարձվածք։ Աշխարհում նման գիրք չկա։ Ամենահարուստ այդ առումով, հա, աշխարհում որ ամենաշատ բառն է օգտագործվել, դա Պուշկինի բոլոր հատորները միասին։ Մեր մոտ սևակն է 17000, Պուշկինը 27000, այսինքն ոչ մեկ չի գերազանց եւ Ջահուկյանն ասում է Հոմերոսն էլ է հանճար, մյուսն էլ, բայց այստեղ խնդիրը հանճար չի, առնվազն 500, այսինքն 5 դար, գուցե ավելի դպրություն էր պետք,
որպեսզի դու ունենաս այդ գրավոր մակարդակը, որպեսզի այդպիսի հանճարեղ թարգմանություն իրականացնես, ինչպես գիտեք, մի շարք լեզվաբաններ օտար հայերեն թարգմանությունը Աստվածաշնչի համարում են թարգմանությունների թագուհին, որ իսկապես այդպես է։ Եվ պաստորեն այս ասածներից հիմքի վրա հենց այդ եմ ուզում ասեմ, որ մերի դուրը բանալի են նաև Այբուբենի հետ կապված, նախամաշտության Այբուբենի հետ կապված, որը ուրիշ թեմա է եւ դրա հետ կապված նույնպես գիրք է պատրաստում։ Ես ճիշտ ասած ներողություն, ես մասնագետ չեմ, բայց ես հակված եմ այն տրամաբանությանը, որ չէր կարող գոյություն չունենալ նախամաշտության Այբուբեն։ Այսինքն ավելի ճիշտ է այն գիտական թեզը, որ մաշտոցը պետք է վերականգներ, ոչ թե ստեղծեր։ Այո։ Դա տրամաբանությունների Ես ասում եմ լեզվաբան ակադեմիկոս Ջահոկյանը, որ շատ կարևոր, հա, գիտեք ինչ, ֆունկցիոնալ կառուցվածքային հարցով է հարցին պատասխանում։ Այս շատ կարևոր եւ համեմատությունները ամբողջ համաշխարհային, հա, այդ գրականության համեմատություններով եւ որպես լեզվաբան է դա ուրեմն բերում եւ շատ ճիշտ է դա։ Ես դրան ավելացրեցի, որ բոլոր մատենագիրները, միջնադարյան բոլոր հայ մատենագիրները, սկսած Աշակերտ Կոյրյունից, տեքստը Կոյրյունի մոտ կա, ասում է նորոգ եւ սքանչելի, չի ասում նոր եւ սքանչելի, մեր Այբուբենի մասին։ Իսկ հիմա այդ սովետական ժամանակների գրքերի մեջ նայեք, նաեւ այսօրվա, հա, գրած է նոր եւ սքանչելի։ Բնօրինակում չկա նման բան, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Նորոգ եւ սքանչելին ուրիշ է, նոր եւ սքանչելի լրիվ ուրիշ բան։ Եվ այսօր ժողովրդին որ հարցնես մաշտոցն է ստեղծել, չէ, եղբայր։ Տենց չի։ Ես չեմ փոքրացնում, նա գերհանջար մեր լավագույն նվիրալներից է, բայց ամեն ինչու ճիշտ ձևով պետք է ուրեմն ճշտել եւ նորոգելն էլ մեծություն պետք է լինես, որ կարողանաս նորոգել։ Այսինքն ռեստավրատոր ասածը ինքը տիրապետ է արվել։ Դե 100 տարի կարծես այնց էին ոչնչացրել ամբողջ նախաքրիստոնեական շրջանի տաճարները, մշակույթը, ավանդությունները եւ այն օրենք, որ այդ 100 տարվա վակուումի մեջ մեկը պետք է խիզախեր նորից բերեր հետ, այս շատ մեծ խնդիր է, վերականգներ, ոչ միայն վերականգներ, այլ նաև պետականորեն կարողանար դա անցկացնել։ Հա, սա շատ լուրջ, ուրեմն խիզախում է Մաշտոցի կողմից։ Հիմա գանք այս մեր այսօրվա մերի դրան առեղծվածի վրա, նույն բանը կարող ենք զուգահեռը տանել։ Գիտեք ինչ, ես էլ դուք էլ սովետական դասագրքով անցել ենք Ուրարտական քաղաքակրթության ժառանգորդներն են վրացիները, հայերը եւ ադրբեջանցիները։ Հիշում եք, բարակ գիրքեր։ Նման բան պետական ՍՍՀՄ-ի, հա, բանով, հավասարեցմամբ, հավաս And դա абսուրդ է, երբ որ կարծես այդ երբ են հայտնվել ընդհանրապես Կովկասի տարածաշրջանում 11-րդ դարի վերջ առաջի պետականություն ունեցել են 1918 թվականին, այսինչ абսուրդի ոլորտից, հա, բայց կարևոր չի։ Հիմա երբ որ էլի նման հրահանգներով կամ գիտեք ինչ Թուրքիան տարեկան $100 միլիոն է ծախսում եվրոպական, ամերիկյան, ռուսական non-profit organization-ների միջոցով եւ ակադեմիաներին դիրեկտիվներ տալով, որ կարծես Ուրարտերեն հայերեն չի, դրանք հայ չեն, եկվորներ են եւ այլ, այս տեսությունը սկսեց խեթերից անցավ Ուրարտերին 50-ական թվականների, 1950-ական թվականներից։ Ճիշտ է, այնտեղ լիքը բարդություններ կա լեզվի հետ կապված, որտեղ դա հարավային բարբառ է ու մեզանից 3000 տարի հետ է։ Այսօր գրափարով, որը դասական հայերեն է, եթե ես կամ դուք խոսենք, մեր շրջապատում չեն հասկանա։ Բառերի 40-50%-ն էլ չեն իմանա թե ինչ բառ է։ Հիմա պատկերացրեք 3000 տարի հեռավորությամբ ու ամբողջ խնդիրը այն է, որտեղ վանկագիր է, հա, սեպագիր է, վանկագիր է եւ օրինակի համար B-ի փոխարեն կարող ես V կարդալ, V, V, V,
B բա եւ այլ, այսպես ընդհանուր կոպիտ սիմվոլիկ օրինակներ եմ ասում։ Այդ բարդությունները կա, բայց չհասկանալ, թեկուզ դրան անդրադարձել են նորից հիշեմ ակադեմիկոս Ջահուկյանը իր կյանքի վերջում, որ ինքը գրում է, որ ես սխալվել եմ, ես տալիս է լեզվաբանական բոլոր հիմունքները, Ուրարտուն հայկական է։ Ուրարտերեն լեզուն դա հայերենի, հին հայերենի, նույնը կարող եմ նշել Իրանից ավելի հին, Ջոզեֆ Սանդալջյանը, որը բերեց ամբողջ բառերի ցուցակը ու ցույց տվեց, որ կարծես սրանք հայերեն բառեր են։ Մեր Սարգիս Այվազյանը Ուրարտագետ, որը բերեց տոկոսային հարաբերությունները ու բացահայտեց, որ եղբայր կարծես 70% ընթերցված բառերի դա բնիկ հայերեն բառեր են։ Այսօր մեր խոսեցած հայերենի 40-50%-ն ենք մենք օգտագործում բնիկ հայերեն բառերը, 70%-ն է, հասկանում եք։ Այդքանից հետո եւ մեր լեզվի ինստիտուտում էլ փառք այսօրվա տնօրինությանը նույնպես այդ տեսակետը ուրեմն առաջ են մղում։ Սակայն հիմնականում այն հին տեսությունը, որ Ուրարտուն հայկական չի, մենք եկվորներ ենք, եկել ենք ուրարտացիներին, եղերն ենք արել, նստել ենք իրանց տեղը, թուրքական տեսակետը, դեռ շարունակվում է աշխարհը մեկ։ Ուրեմն ֆիլմի նպատակը նաև այդ ճանաչողական։ Հիմա ինչ վերաբերվում է ամբողջ ֆիլմը հենց մերի դրան արձանագրության մասին է։ Ասացի, որ բացառիկ կոթողային է։ Եվ մինչ այժմ աստվածների ինքնությունները Ուրարտական դիցարանի, ասենք Վանի դիցարանի, որտեղ ինձ անդադ ասում եմ, տեղ կա ինչ ես Ուրարտու բառը օգտագործում, այդպես չի։ Այդ նույն ու ա հայերեն տարբերակն է։ Դա Արարատյան թագավորությունն է ֆիլմում էլ ասում են, որ իրանք իրանց կոչել են վիայինցիներ, վանեցիներ, Ուրարտու անունը որպես ինքնանուն, որը տեքստի մեջ գոյություն չունի, դրանք ասուրա բաբելական տառահնչյունային հարադարձումն է, Ուրարտու կամ Ուրաշտու, ֆիլմում դա ասվում է, ամեն ինչը բացատրվում է, սպիտակ ստուդիան վերցված որ այդ պատը որպես գրատախտակել օգտագործվի, որ ապացույցները տակնել հղումները, որ ով է հիմնավորը, ով է ասել եւ այլն, այդ ամեն ինչը տրված է։ Սակայն աստվածների ինքնությունները, այդ շարքի կառուցվածքը ինչ տրամաբանությամբ է, այդ կենթանիների, զոհաբերության կենթանիների, ցուլեր, խոյեր, ինչ է նշանակում, դրանց մաթեմատիկական եւ երկրաչափական օրինաչափությունները, որ տասնյակների են հասնում այդ օրինաչափ, դրանց մասին ոչ մեկ առ այսօր այդ բոլորը 2008, 2020 եւ 23 թվականին իմ գրքերում ոնց որ ասած բացահայտվեց։ Հիմա ապացույցների հետ կապված այդ արդեն ուղղակի ծիծաղել է, որովհետեւ երբ որ արդեն գործ ունենք երկրաչափության կամ մաթեմատիկայի հետ, թիվը այնտեղ դրած է, այնտեղ գրած է, ուղղակի դուք չեք տեսել, որ եթե տրամագիծը 318 է, ապա շրջանագծի ապա շրջանագծի պարագիծը 1000 է, պրծանք կամ մոտավորապես 1000 է, կամ եթե շրջանագծի պարագիծը այսքան է մեջտերի կառուցած 353 է, մեջտերի կառուցած հավասարակողմ քառակուսին 310 պրծաղ։ Հիմա ինչ վերաբերում է ստուգաբանություններին, անունների, աստվածների անունների, այնտեղ ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանի, Ջահուկյանի, Երգջանկա հիշատակ, ուրեմն Վահան Սարգսյանի, դրանք բոլորը պրոֆեսիոնալ, մեր օրերում իմ ընկեր Արմեն Դավթյանի շումերագետ, Սարգիս Այվազյանի Ուրարտագետ, նրանց ստուգաբանությունները այստեղ, բայց մի հատ նրբություն պետք է ասեմ։ Հիմա օրինակի համար Վահան Սարգսյանը, ախր ու ճիշտ է կարդում, հաղթ, հալդ չի, հաղթ է, որ նշանակում է մեծ, վիլիկի, սենց ասենք, ռուսերենով, որ այսպես ասած, մեր քաղաքային ֆոլկլորն էլ հասկանա, հիմա, սակայն ինքը կապում է հաղթական բառի հետ եւ տանում կապում է Վահագնի հետ, որը լրիվ ուրիշ աստվածություն է, կանցե ուրեմն հաղթ կամ
Եվ բոլոր աստվածները ունեցել են աստեղատներ, հա։ Հիմա յուրաքանչյուր աստված մենք տեսնում ենք միջագետքյան, հա, շումերական եւ այլն բոլոր տեղերում այդպես է։ Նույն աստվածը ուներ մի քանի տասնյակի հասնող անուններ։ Մեզ քաղաքի պատրոնն է այդ անունն ա վրան, այն քաղաքի տիրույթի պատրոն եւ այլն։ Դրա հետ միասին ուներ իր թվային անունը, իր աստղատան անունը, իր ֆունկցիոնալ անունը, իր անձնանունը։ Սակայն այդտեղ որ ես ինձ այս թվերը եւ աստղագիտությունը հնաստղագիտության մասն է խոսքը։ Եկան օգնելու ուրեմն լեզվաբանությանը։ Այսինքն այնպես է որ մի պարամետրով հնարավոր չէ վերականգնել, այդտեղ 4-5 մասնագիտության խաչմերուկներում է ճշմարտությունը, հա, բարձանում։ Բոլոր այն տեքստերում, որտեղ ջրհոս հայա աստվածության աստեղատան մասին է խոսքը, գործածվում է գուլլա շումերական բառը, որը նշանակում է մեծ վիթխարի եւ փաստորեն Վահանը այն գիտնականի բացառիկ հոտառությամբ ճիշտ է, սակայն հաղթականի հետ սխալ է, ու Վահագնի հետ կապելը սխալ է, Վահագնը անգլի համաստեղություն է, այսօրվա Կարապի, սա ջրոսի։ Դրանք տարբեր աստվածություններ են։ Ճիշտ հայտնագործելը տեխնիկապես մեկը մեկի հերն ու տղեն են։ Սակայն այս ինչ էկրանի մեջ այս ֆիլմում ասվում է, այնտեղ պատին գրված է, ինչպես գրքում է։ Ֆիլմը ես կարծում եմ շատ գիտական է ու ծանր է լինելու, բայց կինոտան պրեմիերայի ժամանակ մեր ժողովուրդը ինձ սովորեցրեց, որ ես գոհանամ իմ աշխատանքից, այսինքն համարեմ, որ ստացվել է։ Ինչպես ես չէի սպասում եւ մեզանից ովքեր մասնակցել են այդ ֆիլմին, մտածելով ծանր ֆիլմ է բանման։ Միշտ մտածել եմ, հա կրճատեմ, նույնիսկ էքսպերիմենտներ եմ արել, ասենք թե հերո բարեկամի կամ հարևանի տնային տնտեսուհի բան այդ տարբեր մակարդակի մարդկանց ցույց եմ տվեցնեմ, որտեղ ձանձրանաս այնտեղ կանգնացու պետք է կրճատեմ։ Ուղղակի ուզում եմ որոշեմ թե հա, այդպես 10 հոգու փորձարկում արեցի, բանից պարզվեց, որ բոլորը սկսեցին բողոքել, ոնց թե կրճատես, բա մենք էս չիմանանք Անահիտ Նովակը, բա չիմանանք էս ով, ասի օքեյ։ Ամեն դեպքում այդ կինոյի տանը ես սպասում էի, որ այդքան մարդ չի հավաքվի, պաստորեն 7-5 դռները փակվել են, 300 մարդ դուրս է մնացել։ 500 մարդ կար, 300 մարդ էլ շարքերի արանքներում, ուրեմն կանգնած վիճակում են։ Եվ ես վախում էի։ Ասում եմ հիմա կձանձրանան ու սրանք սկսեն դուրս գալ։ Եթե դուրս գան, տպավորություն են կլինի, որ տապալված է։ Մյուսները չեն։ Բայց լրիվ հակառակը տեղի ունեցավ եւ այդտենց ոտքի վրա ժամ ու կես չհաշված իմ խոսալը դիմացից, ուրեմն մարդիկ նայեցին եւ ոգևորություն ու սևեռված դիտում եւ ոգևորություն, սա էր արդյունքը, ուտեղ ես հասկացա, որ պահանջարկ կա եւ ինչքան էլ բարդ է, անշուշտ ֆիլմը մի քանի անգամ է պետք նայել, բայց ես չէի կարող կրճատել մեկ ուրիշ պատճառով նույնպես, Վահրամ ջան, որովհետեւ եթե մենք խոսում ենք մհերի դրան մասին, ապա ես չեմ կարող կրճատել այնտեղ մաթեմատիկական օրինաչափությունների մասին, գոնե ինչ-որ պիտի թեթև ինչ-որ բան ասես, կարճ, մարջ, կիսատ բան, բայց պիտի դրան անդրադառնաս։ Երկրաչափական օրինաչափությունները, աստղագիտական, որ ստեղծում է տոմարը, այս աստվածների շարքի ստրուկտուրայի մասին, աստվածների անունների ստուգաբանության հետ կապված ինչ-որ գոնե գլխավորները մնացածը տակը գրավոր է գնում, որ շատ չի երկարի։ Եվ մեր ժողովուրդը ինձ ոնց որ ասած այդ կինոյի տան պրեմիերայի ժամանակ ոնց որ ասած հասկացրեց, որ եղբայր շատ մի մտահոգվի, հուզվի։ Ֆիլմը կարելի ասել ստացված է։ Սա իր հերթին, երկրորդ փորձը դա կինո Մոսկվայում էր։ Ուրեմն 10 օրվա ընթացքում, որ իրանք բացում են էլեկտրոնային բանը։ Ես մի հատ բան եմ դրել իմ Facebook-ում եւ փաստորեն 5 օր առաջ տոմսերը վերջացան։ Դեղը վճարել 500 տեղ։
Եվ ես գրեցի, որ այնտեղ չգաք, խցանումներ չստեղծեք, խնդրում եմ, որտեվ տոմսերը սպառված են։ Իհարկե, երբ որ ես մտա Մոսկվա տեսա մի 100-ից ավել հոգի, բոլորը մտածում են, որ ինքը շատ ճարպիկ է, ինքը կգա մի բանկանի կմտնի այդպես։ Դրա համար հետո Կինո Մոսկվայի ղեկավարությունը միջնորդեց տարան փոքր դալիճ 6 օր էլ 50 տեղանոց փոքր դալիճում գնաց եւ էլի միշտ եղավ լեփլեցում։ Հետո միացան նահանգները, գիտեք, երկու սեանսով ցուցադրություն եղել այդ հրդեհի օրերին, որը էլի նորմալ ցուցանիշ էր այնտեղ նորից։ Եվ յուրաքանչյուր աշխատանքի process-ում դու ռեակցիայի հետ կապված սկսում ես սովորել։ Ժողովուրդը քեզ սովորացնում է, դու ուղղակի ուշիմ լինես, թե որտեղ ինչ հաջորդ քայլերիդ համար ճիշտ ավելի ճշգրիտ քայլեր անելու հետ կապված։ Այսքան ընդհանուր, այսպես ասած։ Հասկացա։ Հիմա ես ինձ մոտ հարցեր, այսինքն ես մոտավորապես պատասխանները գիտեմ, բայց որպեսզի նաև հնչեցնենք մեր դիտողների, ունկնդիրների, ակնդիրների համար էլ։ Այդ համաչափությունները, հա, այդ տրան, այդ ոսկյա հատմանը, այդ խոյերի ու ցլերի ու մյուս կենդանիների այդ թվականակները, այդ ամեն ինչը հասկանալի է դրանց, բայց ինչ է դա տալիս, օրինակ ասենք, ենթադրենք այդ թիվը ուրիշ լիներ, այդ առումով էլի ես գիտականորեն հասկանում եմ, այդ մասին ուզում եմ ասեք, որ նաև մեր Հա, շատ բարի։ Հիմա նայեք, երբ որ մեր հնագետները կամ ասենք ֆրանսիացի հնագետները, իտալացի, կարևոր չի, աշխարհի այս կամ այն տեղում, ուրեմն հողի տակից ինչ որ մի տաճար են հայտնաբերում, հա, տաճար, ասենք թե քանդված ավերակները տաճարի սկսում են քննել, բան միլիարդներով գումարներ են ծախսում, չէ՞ դրանց վրա։ Եվ ասում են այս քաղաքակրթական մակարդակն է եղել, որ տաճար է կառուցված, ունի մույթերը, ինչ բարձրության են, ինչ բարձրության sense-ն, ճիշտ է, շատ բարի։ Ոչ մի տարբերություն։ Երբ որ մենք իմանում ենք, որ մեր ուրեմն քրմական գիտելիքը հասել է այն մակարդակի, որ ինքը այդքան մաթեմատիկական, երկրաչափական եւ աստղագիտական օրինաչափություններ գիտեր եւ ես այնտեղ գրքի մեջ հատկապես նաեւ զուգահեռները տանում են, որ կարճ ասած դա ոչ թե միջագետքում 5-րդ 6-րդ դար, ինչպես գրում են Դեվիդ Պինգրին, Օտո Նյուկենբաուրը եւ այլն, ոչ, սա 9-րդ դար մեր թվարկությունից առաջ է, առնվազն 400 տարի ավելի հին, ասենք խավարման պարբերափուլերով հաշվարկը տոմարի կամ էս մյուս։ Այսինքն այդ ամբողջը իրար հետ սա նույնպես գիտելիքի տաճար է, անպայման չլինի ձեռակերտ, որը ցույց է տալիս մեր նախնիների քաղաքակրթական բարձր մակարդակը։ Ոչ թե միայն մակարդակը։ Բոլորից առաջավոր լինելու խնդիրն է փաստված։ Ես պատահական չի, որ զուգահեռ եմ տանում, որ հետագայում այդ թվականակները գնում են դառնում են հունական աստվածների անունների արժեթվեր, գեմատրիա։ Ու հարց եմ տալի, այսպես հարց է առաջանում 400 տարի հետո ինչ գործ ունեն, այդ հարցի մեջ պատասխանը կա, այսինքն այնտեղ դա փոխառություն է։ Եվ եթե մեր մոտ հստակ երևում է, որ սրանք դրակոնական կիսամյակների կամ լուսնային թերի տարվա օրերի հետ է աղերսում ես հարաբերությունները, այդ զոհաբերությունների թվակը, հունականում ընդհանրապես բացատրություն չկա մինչև այսօր։ Դրա համար ես դա ոնց որ մտցրել եմ, որտեղ անգլերեն եւ ռուսերեն թարգմանություններն էլ պետքա ֆիլմի դնեմ, որ ցույց տամ եղբայրը հաստեից է գալիս եւ դրանց բացատրությունները բառացիորեն, օրացույցի, բանի ժամանակի հաշվարկման հետ է կապված։ Ձեր մոտ այդպես անհայտ է, դա էլ է բացված։ Մեր տղերքը դա արել են վաղտի։ Հիմա հարցը մերոնքի, ձերոնքի հարցը չի, բայց ես իսկապես հիացած եմ մեր նախնիների
այդ հզորագույն մտքի, հզորագույն կազմակերպվածության, ուրեմն այդ ինստիտուցիոնալ համակարգի, այդ ամեն ինչի վրա մարդու քեֆը գալիս է, այսպես ասած։ Ու խոնարհում ես այդ քրմական գիտելիքի դրակարողների եւ դրանք հայտնաբերողների, դրանք բոլորը այդ հայտնաբերությունները եղել են կենթանի մարդիկ։ Լավ, հիմա այսպիսի խոսք կա, թե կարծիք կա, որ այս մեր ներկայիս ժամանակներում հայ ազգից աշխարհի մակարդակով ֆունդամենտալ ինչ-որ բաներ չեն արվում, հա, աշխարհի համար հիմնարար։ Հիմա այս ձեր, այսպես ասած, գրքի, այդ ֆիլմի տպավորությամբ եւ դրանից հետեւություն անելով։ Այս մենք ինչի կարող ենք հանգել։ Ուրեմն ամերիկյան մի հատ գիտական ինստիտուտ էին հրավիրել, ինձ ջղայնացրեցին, եւ ես գրատախտակի մոտ ասեցի ուզում եք ապացուցեմ, որ հայ ազգը ամենաուժեղ ազգն է։ Բան գիտես, դրանց մոտ ինչ sense սկսին։ Ասացի, ասեք 10, ասեք ֆրանսիացի ազգային, գերմանացի 20-րդ հարյուրամյակում մեկ հարյուրամյակ վերցնենք։ Քանի հատ ֆիզիկոս է տվել աշխարհի համաշխարհային մասշտաբի։ Քանի հատ համաշխարհային մասշտաբի կոմպոզիտոր է տվել։ Քանի հատ նկարիչ է տվել, քանի հատ բան եւ այլն։ Ոչմ սկսին թվերը ասել ինչ որ անուններ հիշել, այն կողքին ասում է այդքան չէ, բան եւ այլն։ Երկար 2-3 ժամ։ Ես կողքը հայկականներն եմ գրում։ Պատես ձերը քիչ է, ասի, արա, հոп։ Հələ մի հատ էս քո 10 հատի թիվը բաժանի 60 միլիոն թվականակի վրա։ Ես էս իմ 3-4 հատի թիվը բաժանելու եմ 3 միլիոնի վրա, իսկ այդքան էլ չկար այդ 100 տարվա ընթացքում, որովհետեւ գիտես։ Պլյուս դրան ասի, հաշվի առեք, որ այդ նույն 20-րդ հարյուրամյակում 1915 թվականին տեղի ունեցել եղան 1.5 միլիոն փրկվել են։ Սովետական այդ սարսափելի շրջանը Սով, տիվ, դեզինտերը, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 300,000 մարդ այդ ամենան դիվիզիայի, որ մի անգամից դեմ տվեցին, այդտեղ զոհ ենք ունեցել։ Այդ ձեր ասած ժողովուրդները դա չեն ունեցել։ Հիմա այնտեղ հենց գրատախտակ վրա բաժանումը արեցի, հա, դա անում է հարաբերականը, մերը բարձր է ստացում, ասի հիմա ով է ամենաուժեղ ազգ։ Սակայն ստեղ հիմա ձեր հարցին հետևյալ պատասխանը տամ։ Ցավոք սրտի այդ 20-րդ դարի այդ մեր հանճարների կոհորտան այսօր էլ կան, գիտեք, լիքը։ IT ասպարեզում բանը շատ կան։ Ցավոք սրտի սրանցից շատ չնչին մասն է, որ ծառայում է Հայաստանի, ծառայել է հայ ազգին, նրա մշակույթը կամ պետականությունն է, հա, զարգացրել, հզորացրել եւ այլ։ Այս է մեր խնդրը։ Այս դրան է ուզում հանգենք, որ հիմա այդ դրանից իսկ Վանի թագավորությունում 3000 տարի առաջ դες բան չէր, բոլորը տեղում եւ միայն որովհետեւ եղել է ազգային կրոն։ Այո, այո։ Պանթեոնի գերագույն աստծո անունով էլ կոչվում ենք հայ։ Հայ աստվածության։ Դրա ցակումնաբանության մասին էլ հիմա խոսենք, հիմա ես ուզում եմ այդ դրա հետ կապված, հիմա մանավանդ էս կարևոր էս մեզ համար էս բախտորոշ փուլում, հա, մեր ազգի համար, որ կարևոր հանգուցակետում են գտնվում, որ կամ մենք կգնանք զարգացման, կամ չեմ էլ ուզում ասել, որ կարող են շատ մոխրագույն ժամանակներ լինել մեզ համար։ Այ դա ինչ ինքնակազմակերպման արդյունքում պիտի լինի, թե այս բարձր գիտակցությունը ներարկելու արդյունքում պիտի լինի ժողովրդի մեջ, ազգի մեջ։ Գիտեք, ես հակված եմ այն տեսակետին, որ երբևիցե դրսից ինչքան էլ եղերն անես, չես կարող սպանես այդ տեսակը բնության մեջ, իսկ ազգը տեսակ է, մարդը տեսակ է, հա,
բայց ռասաները ենթատեսակներն են, ազգերն էլ դրա ենթատեսակներն են եւ յուրաքանչյուրը ստեղծում է իր մշակույթը, իր գույնը, իր մտածողությունը, իր լեզվամտածողությունը, իր հոգեվոր մշակութային առանձնահատկությունները։ Եվ յուրաքանչյուրը իր այդ գույնը կամ հնչյունը դնելով համամարտկային այս պնակի մեջ, համայնապատկերի մեջ, մենք տեսնում ենք այդ մեծ սիմֆոնիա։ Երբ որ բնության մեջ տեսակը հեռանում է իր արմատից, երգով, կենցաղով, հավատքով, մտածողությամբ, լեզուն փոխելով, ինքը իրան դատապարտում է մահվան։ Իր ինքնությունից հեռանում է։ Հենց հեռանում է, բնությունը արդեն դրա կարիքը չունի։ Այդ գույնը մի ուրիշի վրա այդ ֆունկցիայով ինչ-որ կատարում է։ Եթե դու դա չես անում, դրա համար պայքարում ես, ինչ վիճակում ելնես, քեզ չեն կարող սպանել։ Այսինքն կա ինքնասպանություն, բայց չկա սպանություն։ Սպանության փորձ կամ սպանություն կա, բայց դրանով չես կարող սպանել։ Վերացնել չես կարող։ Վերացնել չես կարող։ Կա ինքնավերացում, այսպես հասկացողությունը։ Սա մեկ, երկրորդ։ Ուրեմն Ջորջ Օրվելի խոսքերով գուցե պատասխանը որ կարճ լինի, հակիրճ, ասում է, ով տիրապետում է ներկան, տիրապետում է անցյալը, ով տիրապետում է անցյալը, տիրապետում է ապագան։ Թվում է թե սա շատ գաղտնագիր, որտեղ ինքը բազմաշերտ թաքնագետ գրող է, բայց բաց են պակագծերը։ Ով տիրապետում է ներկան եւ խելք ունի, ինքը սկսում է անցյալի հիմքով դաստիարակել այսօրվա սերունդին, որը ապահովում է վաղվա ապագան։ Սա է։ Հիմա այդքան պատմության փորձերից մեր այդ կատարվածը, եթե մենք դաս ենք առել, խոսքս մեր ժողովրդի մասին չի, բոլորին է վերաբերում եւ վերաբերում է հատկապես այսպես կոչված իշխանական վերնախավին։ Ինչպես նաեւ մտավորականությանը հետո նոր մնացած ժողովրդին։ Եթե դա մենք հասկանում ենք, ուրեմն պետքա ուժերը կենտրոնացնել եւ անել հստակ նպատակային քայլեր, այլապես հա կլինի այն ինչ դուք ակնարկեցիք այդ տխուր չուզեցել դա հնչեցնել, հա։ Եվ դրա համար հստակ քայլեր կան, որոնք ոչ մեկ չի արկել են։ Հիմա օրինակի համար ես ազգագրական երգը կամ կոմիտասը բոլոր մանկապարտեզներում երեխեքը թող խաղան, այնտեղ կդնեի ականջի տակ թող գնա։ Այդ վիբրացիաներից այդ երեխեքը վաղանից ազգային երեխեք են դուրս գալու։ Հանգիստ, ինչ-որ բան արեցի, քանի կոպեկ ծախսեցի։ Հիմա այդ մանկապարտեզի դաստիարակչուհին կամ տնօրենը այդքանը չեն հասկանում, բայց շատ ներողություն, եթե դու ունես ազգային նպատակ կամ գոյատևելու խնդիր, ապա դա որպես ծրագիր կարող ես կրթության, չգիտեմ, ես ինչ-որ պարտադրել, նույնը եւ վերաբերում է դպրոցներին եւ այլն։ Այստեղ մի վտանգ կա պետականության հետ կապված։ Այսինքն տեսակը չեն կարող վերացնել, հա։ Մեռնել կլինի, չգիտեմ, ես կլինի ոնց որ մեկնաբանեցիք, բայց մենք պետականության կորստի։ Մեր պետականության, առաջի պետականության մասին, դա պետականություն, դա նշանակում է ինքնուրույն վարչական կառույց։ Այո։ Շումերական տեքստերում կա, որ դա առաջի քաղաքակրթությունը եւ պետական վարչական միավորը եղել է Արատտայում։ Այդ նույն Ուրարտու, Արատտա, Ուրարտու Արարատյան թագավորություն։ Ասենք Աստվածաշնչի մեջ հենց ում այ է դա Արարատյան թագավորություն։ Եվ մենք բազմաթիվ հազարամյակների ընթացքում եւ կորցրել ենք եւ հետ ենք բերել այս տեղը ունեց։ Պետականությունը կորցնում են երկու պատճառ կա։ Այդ երկու ոտներն են։ Դրանք կտրես բարձը կընկնի, միջև նորից ոտ աչի։ Երկրորդը, երբ որ ներսում ուրեմն շահերի հակասությամբ իրար են ուտում եւ դրանից օգտվում է դրսի թշնամին։ Անտեսելով շահը մեր։ Ախր ամեն ինչ շատ པարզ է։ Հիմա նույնը այսօր եթե քաղաքականապես այնքան խելացի չես ու ճկուն չես ու քաղաքականությունը սխալ է ստանում,
ապա միշտ ընկնում ես վտանգավոր հավանական հարվածի տակ։ Այսպես թե այնպես այդ պանթուրանական ծրագիրն ու ախորժակը միշտ էլ կա, ու դու միշտ պետք է դա իմացած լինեիր։ Եվ այսօր էլ իմանաս։ Քո խաղաղություն մուրալը ոչ մի բանով չի արդարանում, որովհետև հələ մի հատ պատկերացրեք, անկախ այդ մենք ենք, անկախ Թուրքա, որ ազգով պետություն ուզես Չինաստան ասել, դեղա չեղածը 30-40 կիլոմետրի տարածք է ու ես մի անգամից բուֆերային մի ամբողջ թուրանական գոտի եմ ստեղծում միջև Միջին-Ասիա, միջև Չինաստան հասնելով։ Ախորժակը բան։ Դուներ չէիր անի։ Ախորժակը բացվում է, էլի։ Եվ ամենակարևորը պետականության չկորցնելու գլխավոր գրավականը, երբ որ հայ ժողովուրդը դառնա ազգ բանակ, իսկ դա պետությունը պետքա դա սկսի նախաձեռնել։ Այդ փոխհավաքելը չի ազգ բանակ։ Եվ դրա մոդելները բազմաթիվ են։ Ես չգիտեմ, հիմա ճիշտ ասած, որը պատմեմ ինչ անեմ, օրինակի համար այդ ցուլի տեսարանը, հիմա այս ցուլը մի հատ այնց վայրենի է, վախում ենք մոտենանք։ Հնարավոր չի, մենակ Տերն է կարողանում այդ բան։ Ես բժիշկ էինք բերել, որ սրսկիս հանդարտվի։ Ես բժիշկը ասեց, հեսա որ սրսկի եմ 15 րոպե սենց էշացած կկար, մենք կմոտենանք բանման հետ, հետո դրանից հետո բան կանենք։ Սրսկից ես մի վարկյանում, թմպ ընկավ, արա ցուլ, հել, երկասվի ցուլ չկա։ Ցուլ չանվեր։ Ոչ ես բանը չէ, ասում ամեն ինչ նորմալ է։ 2 ժամից կզարթնի։ Հայնգե ջան, մենք կարծես ժամ կա, պատարակ ջան, նորից 2 ժամ հետո պիտի բան չանենք եւ այլ։ Զավեշ տալի էր այդ ամեն ինչը պաստորեն։ Բայց ինքը պիտի ոտքի վրա մնար, նախատեսված էր, բայց ընկավ, հա։ Անիչ, ոչ, այդ բժիշկի ասած դոզան շատ էր սրսկի։ 15 րոպե այդպես բան անելուց հետո ընկնելու փոխարեն մի վարկյանում ընկավ։ Ստիպված 2 ժամ հետո նորից։ Լավ, մոնտաժի ժամանակ։ Բոլորը ինձ հարցնում էին, ով է լինելու արքան։ Արտուի արքան։ Ասում եմ, հենց մտքովդ անցկացրու։ Բոլորը գնում են ինչ-որ ճանաչված դերասանների բան չի բռնում, էլի դες չես նաև պրոֆեսիոնալ ռեժիսորներն են ինձ հարցնում։ Ընկերներ, ծանոթներ։ Ասի իմ ընկերը պիտի նկարվի, ով է։ Ասի լեզվաբան, դասախոս, դոցենտ Հրաչիկ Հակոբյանյանը։ Ոլ ճիշտ ուշտի։ Ասում բախի չէր տեսել։ Դու խորտ է։ Այսինքն կողքից նայելու է տիպաժը ինչքանով է բանան։ Հիմա մոնտաժի ժամանակ ես ու Կարենը մոմենտ ենք ման գալիս, որ Հրաչիկին միացած հանգիստ լուրջ տենանք։ Ինքը անդադես բանի վրա են մնացածի հետ, ասես շարժվում է, ապարում է, բան։ Ասում են, ուրեմն ծագի ասում են, Հրաչիկ ջան, չեմ կարող նատ կադր։ Բայց ես գիտեմ ասում դրանով քեզ օգնում են։ Հասկանում ես։ Արքա մի քիչ լուրջ բայ քեզ, հա։ Դենտեղ քեֆ է, չէ՞, արագությունը, երբ որ կրմերը գալիս են, բերում են մակետը, որ պետք է հաստատի։ Հա։ Իհարկե կթա այդ կադրերն ես չկա որ չլներ, բայց ուզում եմ ասեմ ամեն մեկը մտածում է թե ինչ որ բան յուրովի էլի։ Հա, յուրովի։ Թեկուզ տրված էր հրանքը ինչպես ոնց ինչոց եւ այլ, բայց հետո էլ ասեմ ձեզ որ 12-14 ավել 14 ժամ մի սենյակի մի սրահի մեջ նկարահանում ա գնում մի քանի անգամ որտեվ այդ խոշոր պլանները առանձին եւ այլ տեսել եք չէ սովետական ֆիլմ կար մուլտֆիլմ կար ֆիլմ այդ որ պրոստը գժվում են էլի այդ իմ վիճակն էր ես ճիշտ ասած ես ինքս հայագետ արասնես շիշ կորձունեի մտայս եկած սաներ որտեվ թիմային աշխատանք ուրիշ գնացել ենք գիշերը ժամը 7-ին երեկոյան որ այդ սյուները որոնք պենոպլաստից են ես նկարիչ Արմեն Ղազարյանին վերցրել եմ որ արդեն գունավորած լինի, բայց ինքը վրան այդ փայտի այդ խաղիկները տա, ձեռքով։
ամեն ինչ որ արվել է, հետո վերջում ձեռքով ռետուշ, հա։ Հանդեղ 100-ից ավել մենակ ռեկվիզիտ ու հագուստ է վերականգնվել, մեկին մեկ ինչ որ սալիկի վրա կա նույնիսկ գույները 3 գույն պահպանված է, գիտենք, հա, այդ ֆրեսկաներից, այդ գույներն օգտագործված եւ այլն։ Հիմա Արմենի հետ գնացել ենք, ես ջահելի Տիգրանի մոտ, որ սյուները 2 ժամ, հա, այդ բաները տա եւ գնացել ենք մեկ էստի։ Ասում ենք, բա ուր է սյուները։ Խես օրեր։ Այդ թողա ժամը 6-ից նկարանում, ժամանակ չկա։ Ինձ արդեն ես կատված ա տալիս։ Մեկ էլ Արմեն Ղազարյանն ասում է հանգիստ ձեռները քշտում է ու սկսում ենք Տիգրանը նոր սյուն սարքել։ Հիմա 260 մարդ ենք։ Այս Տիգրանը այդ հիմա կոֆե ա դնում բանում ասես Արմենն ասում է Արա ջոգում ես ինչ շուստր է։ Մենք աշխատում ենք կոֆե դնում։ Սենց կատակներ բան միշտ կան։ Ամփոփենք այսօրվա մեր հանդիպման այդ թելը, հա, ինչ որ անցավ, որ փորձենք մոտ լինել մեր ինքնությանը, հասկանանք, որ նաև համակարգված մոտեցում է պետք, որպեսզի մենք կարողանանք ձևավորել այդ վաղուց արդեն ասված, նշված, նախանշված, ազգ բանակ կամ մեր էությանը, մեր արմատներին մոտ լինելը եւ փորձենք այդ համակարգված մոտեցում դրսեւորելով, դրա մասին նաեւ բարձրաձայնելով, որպեսզի պատկան անհրաժեշտ անձանց մարմիններին հասնի, որ այդ համակարգված մոտեցումը կոլեկտիվ դրսևորում իրականացնելով համատեղ ուժերով կանք հասնենք մեր ցանկալի արդյունքին, այդ մեր հզոր գենի կանչը, որ նշվում է այդ, որ մենք հազարամյակներ առաջ ունեցել ենք այս հզոր մտավոր ունակությունը, կարողությունը, այդ բոլորը նորից նոր բարգա չէ ժամանակակից ռեբրենդինգ անելով, թարմացնելով, այդ գենը մի հատ այսպես ասած թափահարելով, թարմացնելով կանք մեր արժեքների, այսպես ասած։ Ես դրան հետեւյալ ձևով կպատասխանեմ, գիտեք, ինչ նոր օգտագործեցիք կանչը, որ լսեն, հասկանան, սկսեն փոխվել, չի լինում այդպես բան։ Լինում է կրթություն եւ դաստիարակություն։ Եվ այս ֆիլմը բացի ճանաչողական լինելուց նաև կրթական դաստիարակչական, հա, իմաստ ունի։ Այսինքն եւ այսպեսին ֆիլմեր եւ ոչ միայն ֆիլմեր, գիտական աշխատություններ, ֆիլմեր, ազգագրական երգեր եւ այլն շատ պետք է լինեն։ Այո։ Ձեր հաղորդումները որպիսի անընդհատ համ կրթում ես, համ էլ այդ վիբրացիաները որ ձեր ասում եք կանչը տեղ հասնի։ Այո։ Էլ արդեն չկարողանա չլսել կամ չլսելու տալ։ Նախ հանգենք դրան, որ անպայման դա պետք է անել, հետո համակարգված մոտեցում դրսևորելով աստիճանաբար, որտեղ միանգամից չի էլ լինում, համակարգված աստիճանական ժամացույցով, ժամանակացույցով հստակ գործողությունների արդյունքում գանք հասնենք։ Ամեն ինչն է այդպես, գիտեք, յուրաքանչյուր բան ունի երկու փուլ։ Ու շատ փուլեր ունի, բայց գլխավոր երկու փուլ է։ Կա ցանց, խնամք, հետո բերքահավաք։ Բերքահավաք միանգամից չի լինում։ Այո, պետք է դնես։ Նույնիսկ մեկ կինոյի հետ կապված։ Տեսեք 2008 թվականից սկսվել է գիտական աշխատությունը մինչև 2023 թվական, որից հետո ֆիլմ է դարձել։ Հա։ Ուրեմն անընդհատ աշխատանք են գնացել, որի արդյունքում ֆիլմ է ստեղծվել։ Հիմա այս ֆիլմից հետո երբ որ արդեն մի քիչ հեռու է, ես նայում եմ, ասում եմ, այստեղ մի քիչ sense անել ավելի լավ կլներ, sense այդ բառը չասվեր, էս էլ կա, չէ՞։ Դա անընդհատ աշխատանք է, անընդհատ process է, եւ այդ առումով բոլորս պետք է ուրեմն դա հասկանանք եւ հասկանանք, որ երբեք բերքահավաք չի լինի։ Եթե դու ցանքսը չանես, եթե դու չխնամես, չջրես, չպատվաստես, այս չանես, այն չանես, դու բերք մի ակնկալ հավաքելուց։ Շատ լավ, սիրելի հայրենակիցներ, ավարտենք, ամփոփենք, մոտ լինենք մեր ինքնությանը,
ճանաչենք ինքներս մեզ եւ գնանք դեպի մեր պայծառ ապագա։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրը մշակութաբան հայագետ Արթուր Արմինն էր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Տեսություն, մինչ նոր հանդիպում եթերում։